Երկրի վրա քայլող քաջառությունները եւ երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Արտյոմ Իշխանի Գևորգյան, ապրիլյան պատերազմի ողջ մնացած հերոս։ Արտյոմը ծնվել է 1980 թվականի մայիսի 31-ին Կոտայքի մարզի Ակունք գյուղում։ Եղել է եւ համեստ, եւ աշխույժ, եւ չարաճճի, եւ խելոք երեխա։ Ինչպես ինքն է ասում, ամեն ինչից մի քիչ։ Փոքր տարիքից սիրել է բնությունը, հայրիկի հետ նվագել է ակորդեոն, նաև սիրել է երգեր լսել։ Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, սովորել է լավ։ Նրա մանկությունը ցավոք համընկել է 1990-ականների ցուրտ, մութ ու պատերազմական տարիներին։ Սակայն երբ երեխան ուսումնատեն չէ, երբ նրա հոգում ապրում է սերն ու հետաքրքրությունը գիտելիքի հանդեպ, նրան ոչինչ խանգարել չի կարող։ Շատ է սիրել մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան եւ աշխարհագրությունը։ Դպրոցական հուշերով ինձ հետ կիսվում է ինքը անձամբ։ Մեզ մոտ եկեղեցի կա, որը կոչվում է Պողոս Պետրոս։ Ամբողջ դասարանով դասերից մեկ-մեկ փախնում գնում էինք այնտեղ ման գալու։ Մինչ նա ժպտադեմ ու կարծես մանկացած պատմում էր իր մանկապատանեկան հուշերից, հպարտությունը սովանում էր կրծքից տակ, որ զրուցում եմ նման հզոր մարդու հետ։ Նրա ամեն մի բառը, ամեն մի խոսքը բացահայտում էր սեփական անձի մասին։ Հիացմունքս անթաքույց էր, երբ ասաց, որ 13 տարեկանից զբաղվել է կարատեով։ 1993-ից 97 թվականներին մի քանի անգամ մասնակցել է Հայաստանի առաջնություններին, որտեղ որպես սկսնակ կարատեիստ բոլորի նման ունեցել է ինչպես պարտություններ, այնպես էլ հաղթանակներ։ Լինելով ուժեղ եւ անկոտրում կամքի տեր, դեռ փոքրուց պարտություններից չի վհատվել։ Առավել ոգևորությամբ է սկսել պարապել, որ հաղթանակներ ունենա, իսկ հաղթանակներից ոգևորվել է ու սկսել նոր ոգևորությամբ առաջ գնալ։ Ի զարմանս բոլորի եւ հենց իրեն ընտրեց ռազմականողին։ Այդ մասին զարմանք է հայտնում նաեւ հենց ինքը։ Ինչպես եղավ, որ մի փոքրիկ պատմություն հետևում թողեց իմ բոլոր նախասիրությունները, կտրուկ փոխեց կյանքիս ուղին, չգիտեմ։ Ախր ես բնություն էի սիրում, նվագել, երգել էի սիրում։ Այնուամենայնիվ, ինքս իմ վրա մինչև օրս զարմացած եմ ու չգիտեմ ինչպես եղավ եւ ինչպես ստացվեց։ Այստեղ ուզում եմ կարևոր անդրադարձ կատարել նրա նախնյաց շավիղներից մեկի, նրա պապի մասին, ով էլ երևի կամա կամ ակամա իր ազդեցությունն է թողել մեր կենթանի լեգենդի վրա։ Արտյոմ Գևորգյանի պապը ոչ այլ ոք էր, քան շտաբս կապիտան Վասակ Տոնոյանը։ Նա ծառայել է ռուսական ցար Նիկոլայ II-ի ժամանակ, ապա Բաշապարանի կռիվների ժամանակ ռուսական բանակից մի քանի մեքենայով մեծաքանակ զինամթերք է բերել Հայաստան ու մասնակցել է Բաշապարանի հերոսամարտին։ Եղել է Անդրանիկ Օզմանյանի զինվորներից։ Հենց նա էլ դարձել է տղամարդու իդեալ մեր հերոսի համար։ Մեր հերոսը 1997 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հետախուզական բաժին, սակայն ռազմական ուղիում իր առաջին քայլերը սկսել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանից։ Եղել է լավ սովորող։ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում զբաղվել ու աչքի ընկել մարտական ձեռնամարտով։ Հայաստանում 2 անգամ մասնակցել է մրցումներին եւ զբաղեցրել 3-րդ տեղը։ 2001 թվականին ավարտելով ինստիտուտը հատուկ նշանակումով ծառայության է անցել նոյեմբերյանի N զորամասում, որպես հետախուզական դասակի հրամանատար։ 2001-ից 2010 թվականներին ծառայել է վերոնշյալ զորամասում։ 2010 թվականին տեղափոխվել է Երևանի N զորամաս, որտեղ ծառայել է մինչև 2012 թվականը։ 2012 թվականին գնացել է Մոսկվա վերապատրաստման։ Այնտեղից հետ վերադառնալով նշանակվել է Գեղարքունիքի մարզ Կարճախբյուր գյուղի N զորամասի հետախուզական գումարտակում որպես շտաբի պետ։ 2015 թվականին նշանակվել է 4-րդ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար։ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ստացել է փոխգնդապետի կոչում։ Ինչպես վերը նշեցի, նրա կյանքում եւ ենթագիտակցության վրա մեծ դեր է խաղացել պապը։ Նա հպարտորեն է խոսում վերջինիս մասին, լայնաժպիտ ասելով. «Ահա, ես էլ նրա նման ուսադիրներ եմ կրում»։ Նրա ժպիտը եւ հպարտ հայացքը կարծես ասում էր, այդպես էլ պիտի լիներ։ Մեր հերոսը սիրեց իր ծառայողական աշխատանքը, մինչև հոգոխորքն ու իր ողջ էությամբ նվիրվեց իր աշխատանքին։ Նա հանդգնության հասնող խիզախություն ուներ եւ այսօր էլ ունի, որի շնորհիվ միշտ ելք է գտնում ցանկացած իրավիճակից, նաեւ շատ շրջահայաց է։ Որպես հատուկ ջոկատային եւ հրամանատար, նա իր ջոկատով միշտ այնտեղ էր, որտեղ իր կարիքը կար։ 2002-ից 2003 թվականներին նրանք հատուկ հերթապահություն էին իրականացրել նոյեմբերյանի N զորամասում։ 2002 թվականի դեկտեմբերն է եղել, երբ պիտի հենակետ հիմնեին։
Ցավոք ադրբեջանցիները շատ մոտ են եղել նրանց, ու նա այն ժամանակ լեյտենանտ, այսօր արդեն գնդապետ Գևորգյան այն օրերին կապիտան Վարդան Խուդոյանի հետ պիտի թաքնվեր փոսի մեջ, կասեցնելու ադրբեջանցիների շարժը։ Հանկարծ հակառակորդի մոտ 40 զինվորականներ 30 մետր հեռավորության վրա նկատել են նրանց։ Թվում է վերջ, այսքան կարճ հեռավորություն, 40 հակառակորդ, իսկ իրենք ընդամենը 2 հոգի։ Թվում է փրկության հույս գրեթե չկա, կամ շրջափակման մեջ պիտի առած լինեին նրանց, կամ պարզապես պիտի կրակած լինեին ու վերջ դնեին ամեն ինչին։ Սակայն երբ նայում ես դիմացդ կանգնած հուժկու եւ հաղթանդամ հրամանատարին, մտածում ես, ինչպես է ողջ մնացել։ Այստեղ է, որ խոսում է հատուկ ջոկատայինի հմտությունը։ Մեր լեյտենանտ, այսօր գնդապետ եւ կապիտան Խուդոյանը մեջքի վրա պառկած են մնացել փոքրիկ փոսի մեջ, իսկ հակառակորդի զինվորները նռնականետով անընդմեջ կրակել են նրանց ուղղությամբ։ Գնդակները աղմուկով անցել են փոսի վրայով կամ փոսի պատերի դիպչելով ընկել են նրանց վրա։ Այստեղ հարց է ծագում, թե հակառակորդն ինչու չի մոտեցել նրանց, չէ՞ որ չափազանց մոտ է եղել։ Հրամանատարս ինքնանձամբ պատասխանեց այդ հարցին։ Մերոնք կրակով փակում էին մեզ ադրբեջանցիներից բաժանող տարածությունը։ Դրա համար էլ նրանք մեզ մոտենալ չէին կարողանում։ Դեկտեմբերի 30-ն էր, ձմեռ, ձյուն։ 2 օր մնացինք փոսի մեջ, անշարժ պառկած։ Սահմռկել կարելի է, սեփական ականջների լսածին չհավատալ։ Ձմռան սառնամանիքին պառկել ձների վրա, փոսի մեջ, այն էլ ոչ թե րոպեներ ու ժամեր, այլ ամբողջ 2 օր։ Հպարտությունը եւ հիացմունքը օրորեցին հոգիս, որի առջև նստած է անկոտրում եւ անվախ իսկական քաջ, ու ես խոսում եմ նրա հետ։ Դա միայն պատիվ էր ինձ համար։ Իսկ նա շարունակեց. Նույնիսկ շրջվել չէինք կարող։ Պառկել էինք, ինքնաձիգները վեր պարզած, որ եթե ադրբեջանցիները մոտենան, անմիջապես կրակենք։ Առաջին 12 ժամն էր դժվար։ Վախը, իրականության ստապ զգացողությունը, տանջանքը կարող են գոյատևել 12 ժամ միայն, հետո ուղեղը տանջատվում է, մի տեսակ բթանում ես, վերանում, նույնիսկ ցուրտը չես զգում։ Այն մի քանի կաթիլ օղին, որ կում-կում խմում էինք ու լցնում վրաներս, որ չսառչենք, փրկվելու թույլ հույս էր։ Աչքերս լայնացան ակնապիճներից մեջ։ Նրանք այնուամենայնիվ ողջ են մնացել, ու այսօր ողջ են հրաշքով։ Խոնարհվում եմ ձեր քաջության առաջ, հերոս ջան, եւ հպարտ եմ, որ ճանաչում եմ ձեզ։ Իսկ նա դեռ շարունակում էր պատմել։ Նոր տարին դիմավորեցինք փոսի մեջ պառկած։ Երբ մոտակա գյուղում հրավառություն սկսվեց, հասկացանք, որ տարին փոխվեց։ Ես ու կապիտան Խուդոյանը շնորհավորեցինք միմյանց։ Բաժակի փոխարեն ինքնաձիգները իրար խփելով կենաց ասացինք։ Լուսադեմին մեզ հաջողվեց դուրս գալ փոսից։ Հենակետը տեղադրված էր։ Այն անվանեցինք Նոր տարվա պոստ։ Մինչև մազերիս ծայրը փշաքաղվեցի։ Արժանի ես խոնարհումի, քաջ հրամանատար, հերոս լեյտենանտ, իսկ այսօր արդեն գնդապետ։ Ու սա եղավ մեր հերոսի մկրտությունն իր ընտրած ռազմական ուղիում, այսպես ասած, Ռուբիկոնը։ Նա ինքն էլ այդպես ասաց։ Դա իմ մկրտությունն էր։ Հետո ինչ էլ լիներ, դրանից ծանր չէր լինելու։ Որ նա ասաց այդ խոսքերը, նրա հայացքի մեջ կար թախիծ, որ կյանքի եւ մահու դեմ պայքարել է կապիտան զինընկերոջ հետ, այն էլ տարեմուտի նախաշեմին, բայց նկատելի էր նրա դեմքի թույլ ժպիտն ու հպարտությունը, որ այդքան պայքարից հետո երկուսն էլ ողջ են մնացել։ Հատուկ ջոկատի հրամանատար լեյտենանտ Արտյոմ Գևորգյանի այս սխրանքն արժանացավ արժանի պարգևի։ Նա պարգևատրվեց մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Ձեր առաջ խոնարհվում եմ։ Նա միշտ շատ բարեխիղճ կերպով է անցկացրել իր ծառայությունը սեփական ջոկատի հետ։ 2015-ից 1 տարի եւ դեռ ավելին նա իր հատուկ ջոկատայիներով հատուկ ծառայությամբ գտնվում էր Արցախում։ 2016 թվականի մարտի 17-ից ապրիլի 1-ը ծառայության մեջ էր իր մի քանի խմբով։ Թալիշի անտառներում են եղել։ Այդ ուղղությամբ մի քանի անգամ դիվերսիոն հարձակման փորձեր են եղել, նույնիսկ զոհ է եղել հայկական կողմից։ Նրանք բարեկություն են արել հակառակորդի հնարավոր ներթափանցումը կանխելու համար։ Ապրիլի 1-ին իրեն ու իր ջոկատին փոխարինել է փոխգնդապետ Հակոբյանն իր խմբով, իսկ ինքն իր ջոկատով եկել է Երևան։ Սակայն հաջորդ օրն անմիջապես ապրիլյան պատերազմի լուրն իմանալով, կրկին իր հատուկ խմբով հետ է գնացել Արցախ։ Պատերազմական հուշերը միշտ ցավոտ են, եւ նման ցաված հոգով էլ հիշում ու իր տխուր հուշերով կիսվում է բազում դիվերսիաներ կանխելու արդյունքում արդեն թրջված մեր քաջ լեյտենանտն ու հրամանատարը, այսօր արդեն գնդապետ։ Ապրիլի 2-ի լուսադեմին մեր զորամասի հրամանատարը զանգեց ու ասաց, որ շտաբ զորամաս գնամ։
Մտածեցի դիվերսիոն հարձակում է եղել։ Ժամը 10:00-ին 3 խմբով, որի պատասխանատուն ես էի, ճանապարհ ընկանք դեպի սահման։ Թալիշը հասած հաթերքի ուղղությամբ հրետանակոծության ձայներն արդեն լսելի էին, իսկ Թալիշը փոշու ամպի մեջ էր։ Զորամասի հրամանատարն ասաց, որ 170 դիրքը թշնամու հսկողության տակ է եւ ունենք զոհեր, ապա հրամայեց դիրքը հետ վերցնել։ Դիրքն ամեն գնով պիտի հետ վերցվեր, քանզի բացի այն բանից, որ մեր տղաների դիակներն էին այնտեղ, ապա այն նաև կարևոր էր իր ստրատեգիական հատուկ նշանակությամբ։ Հուզված ձայնով, բայց արտաքնապես հանգիստ տոնով հրամանատար Գևորգյանը շարունակեց. մի քանի մեքենաներով մոտ 33 հոգի ուժեղ հրետանակոծության տակ բարձրանում էին դիրքեր։ Արկերի բեկորները, որ բարեբախտաբար ընկնում էին ոչ թե մեքենաների վրա, այլ քիչ հեռու, թափով զարկում էին լուսամուտներին, բայց դժոխային աղմուկի մեջ նույնիսկ փշրվող ապակիների զնգոցը չէր լսվում։ Դիրքի մատույցներում տեսանք սահմանապա տղաների զինամթերք հասցնող կամազը, քիչ հեռու վարորդի խոշտանգված դին։ Անձնակազմին դիրքավորեց մոտակա հենակետում։ Ժամը 8:00-ին սկսեցին դիրքը ազատագրելու առաջին գործողությունը։ Մայոր Բոդորյանի գլխավորությամբ մի խումբը պիտի առաջ շարժվեր խրամատով, իր վրա վերցնելով հակառակորդի կրակը, իսկ ես 15 հոգանոց խմբով պիտի փորձեի թափանցել 170 դիրքում ամրացած հակառակորդի թիկունքն ու շրջափակման մեջ առնել դիրքը։ Ուժերն անհավասար էին, նրանք մոտ 70 հոգի էին։ Մենք կատաղի դիմադրության հանդիպեցինք։ Մեր քաջերի առաջին փորձը դիրքը հետ վերցնելու անհաջողության է մատնվել, սակայն հուսահատվելն ու նահանջել է հատուկ ջոկատայինի եւ նրանց հրամանատարի համար չէր։ Նրանք առավել կատաղի շարունակեցին մարտը, որ ինչ էլ լինի, դիրքը հետ են վերցնելու։ Չէ՞ որ իրենց զինընկերների անթաղ մարմիններն էին այնտեղ, իսկ նրանք թանկ էին մեր քաջերի համար, թեկոզ արդեն զոհված։ Հրամանատար Արտյոմ Գևորգյանը պատմում էր. նրանք մեզանից հեռու էին ընդամենը 30 մետր, մարտն այնքան երկարեց, որ զինամթերքը վերջացավ։ Զենքերը վերալիցքավորելուց հետո նախաձեռնեցինք երկրորդ հարձակումը։ Ադրբեջանցիները մեծ ուժեր էին կենտրոնացրել տարածքում ու կրակե կարկուտ էին թափում։ Առաջխաղացման բոլոր ջանքերը ձախողվում էին։ Ի վերջո Սասուն Մկրտչյան ինձանից հեռու էր ընդամենը 2 մետր, հանկարծ նյարդերը տեղի տվեցին։ «Կամանդիր, սրանք դավադի տարին», ասաց, բոյով մեկը կանգնեց ու սկսեց մաղել։ Նա մինչև վերջ իրեն հերոսի պես պահեց։ Երբ ընկավ, ես մոտեցա, շոշափեցի որովայնը, արյունն առվի պես հոսում էր, բայց Սասունը փորձում էր կրկին ոտքի կանգնել ու կրակել։ «Բան չկա, կամանդիր, կերծվածք է»։ Իսկ երբ նրան տեղափոխում էինք հենակետ, տղերքին ասաց. «Հեսա վերքս կապեն, հետ եմ գալու»։ Նրան տեղափոխելու ճանապարհ չի եղել, ճանապարհը կրակի տակ է եղել։ Մեր քաջն ինքն է պառկել մեջքի, Սասունին պառկեցրել իր կրծքին ու սահելով իջել ներքև։ Սասունին փրկել չի հաջողվել, նա զոհվել է, որի լուրը կատաղեցրել է առանց այն էլ կատաղած մեր հատուկ ջոկատային մարտիկներին։ Այլևս ոչ ոք ու ոչինչ նրանց հետ պահել իզորու չէր։ Առաջ են նետվել ամեի վիրավոր ու գազազած առյուծի նման, պատրաստ հոշոտելու դեմ առ դեմ դուրս եկած արյունարբու գազանին։ Մեր հզորը պատմում էր ու պատմում։ Սարքերն արձանագրեցին, որ 170 դիրքում ամրացած ադրբեջանցիները համալրում են ստանում։ Մեր տղաները սկսեցին ականանետներով խանգարել օժանդակ ուժերի միացումը հայկական դիրքը գրաված նրանց խմբին։ Հարկավոր էր շտապել, ու քանի որ լուսացել էր, ճանապարհը տեսանելի էր, զոհվելու վտանգը խիստ հավանական։ Ես չէի կարող 15 հոգու կյանք վտանգի ենթարկել, ու որոշեցի 170 դիրքը շրջանցել շատ փոքր 5 հոգանոց խմբով։ Ճանապարհը կրկնակի կրակի տակ էր։ Ադրբեջանցիները կրակում էին, որ մերոնք չհայտնվեին իրենց թիկունքում եւ օղակի մեջ չառնեն դիրքը։ Մերոնք կրակում էին, որ հայկական դիրքը գրաված ադրբեջանցիներին այդ ճանապարհով համալրում չուղարկեն։ Ակնթարթ են մնացել, որ յուրային տանկի կրակից զոհվեինք, եթե մայոր Պողոսյանը չնկատեր մեզ ու վերջին պահին չկանխեր աղետը։ Մի կերպ ճեղքելով չդադարող կրակը կարողացանք ներթափանցել 170 դիրքում ամրացած հակառակորդի թիկունք։ Ու սկսեց կատաղի մերձամարտ։ Խրամատում ես ու ադրբեջանցի հատուկ ջոկատայինը հայտնվեցինք դեմ դիմաց։ Իմ զենքը չկրակեց, տաքանալուց խափանվել էր։ Դեմքով ծեփվեցի խրամատի պատին ու թշնամու արձակած կրակահերթը թիկունքիս քսվելով անցավ։ Հաջորդ կրակոցից բնականաբար չէի կարող փրկվել նեղ խրամատում, եթե զինակից ընկերս Անդրանիկ Մկրտչյանը ձեռքի նռնակը չնետեր ադրբեջանցու վրա։ Ասել է, թե մահվան աչքերին նայել, մահվան հետ մենամարտի բռնվել եւ հաղթել է մեր հերոսը։ Պարոն լեյտենանտ, այսօր արդեն գնդապետ, սիրելի հրամանատար, խոսքերն ավելորդ են։ Դուք ողջ եք մնացել Աստծո կամոք եւ իսկական հրաշքով։ Դուք իսկական հերոս եք։ Փառք ձեր անկոտրում կամքին։
Անկամ այդ թեժ մարտի պահին մավան շունչը զգալով միևնույն է, չեն դադարել կատակներ անել, իսկ թշնամու զինվորը փախել է խուճապի մատնված, չլսելով իրենց հրամանատարի հրամաններն ու իրենց հետևում թողնելով վիրավորներ և դիակներ։ Նրանցից զոհվել են 13 սպա, այդ թվում բրիգադի հրամանատարը, նրա 2 տեղակալներն ու գումարտակի հրամանատարը։ Հրամանատար Գևորգյանը կարծես զեկուցում էր և այդպես էլ խոսքը եզրափակեց. «Վերջին գրոհի ժամանակ մենք 1 զոհ տվեցինք, Սասուն Մկրտչյան, ու բացի իրենից ուրիշ զոհ չունեցանք»։ Հրամանը կատարված էր, 170 դիրքը ազատագրված։ Խոնարհումս ձեզ, քաջ հրամանատար։ Ցնծա Գևորգյան ընտանիք, որդիդ հաղթեց թշնամուն, աչքդ լույս, հերոսացի մայր, տիկին Ամալիա, քանզի դու իսկական հերոսի մայր ես։ Հպարտացեք, հերոսի հայր պարոն իշխան, քանզի ձեր որդին ձեր դաստիարակությունն է ստացել ու նրա երակներում հենց ձեր արյունն է հոսում։ Հրամանատար Արտյոմ Գևորգյանի ջոկատի անդամները միշտ պատրաստ են անվերապահորեն կատարելու իրենց սիրելի հրամանատարի մարտական ընկերոջ և ավագ եղբոր հրամանները։ Այո, հպարտություն է նման կենդանի լեգենդ ունենալ ազգի մեջ, առավել հպարտություն է, երբ ճանաչում ես այդ կենդանի լեգենդին։ Նա էլ իր հերթին ասում է. «Իմ կյանքի խնդիրը եղել է ու կմնա պաշտպանել ազգս հայոց, իմ գիրն ու գրականությունը, մեր մատենադարանը և մեր քաղաքակրթությունը»։ Նա ուզում էր իր երկիրը տեսնել ծաղկում, փտտուն և քաջ գիտակցում է, որ դա նաև արվում է կյանքի գնով, ու եթե պետք լինի, նա նաև դրան է պատրաստ։ Նա իր ամբողջ ծառայության ընթացքում առաջ է շարժվել այն ոգով, որ լինի իր ջոկատի զինվորների հետ իսկական ընկեր ու եղբայր, օրինակ դառնա նրանց համար, և այդ ժամանակ է, որ իր ջոկատի ամբողջ կազմն անվերապահորեն ու մի մարդու նման կգնա իր հետևից ամեն մի հրամանի ժամանակ։ Եվ դա այդպես է։ Միշտ խորհել կարելի է այն հարցի շուրջ, թե արդյոք հնարավոր է քիչ թվով հատուկ նշանակության խմբով դուրս գալ մեծ քանակով թշնամու դեմ և զոհեր չունենալ։ Ու հիմա Արտյոմ Գևորգյանի օրինակով համոզված եմ, եթե ունես լավ հրամանատար, ուրեմն հնարավոր է։ Նրա բոլոր զինվորները միաբերան ասում են. «Նրա հրամանատարության ներքո ծառայելը պատիվ է, մեծ պատիվ»։ Իսկ նա ինքը, աննկուն քաջն ու հրամանատարը միշտ ասում է. «Սա մեր հողն է, և արյան գնով էլ լինի, պիտի պահենք այն»։ Փառք քեզ, կենդանի լեգենդ, փառք քո սխրանքին, քո առաջ խոնարհվում եմ, ապա պատվի առնում, պատիվ ունեմ։ Ահա այսպիսին է մեր կենդանի լեգենդը, լեյտենանտ, այսօր արդեն գնդապետ, հատուկ ջոկատի հրամանատար Արտյոմ Գևորգյանը։